Լույս առավոտին շարունակում ենք, մենք եւս մեկ անգամ ողջունում ենք մեր շացրելի հեռուստադիտողին եւ բոլոր նրանց, ովքեր հենց այս պահին միացան մեզ, սուրճով, sense նորեն արթնացել, Երանի ձեզ որ տանն եք մնացել։ Կամ եթե աշխատանքի վայրում դիտում եք մեզ, Երանի ձեզ այնքան լավ աշխատանք ունեք, որ թույլ եք տալիս ձեզ հենց այս պահին դիտել մեզ։ Շնորհակալ ենք։ Չկան դες մարդիկ։ Լավ, ինչևէ, անցնենք առաջ ու գիտեք, որ մեր եթերում գերակշռում է մշակույթը։ Մենք մշտապես խոսում ենք թատրոնի գրքերի մասին, որովհետեւ թատրոնը, կինոն, գրքերը դա այն խելացի, զարգացած հզոր ուժեղ լինելու բոլոր բաղադրիչներն են, հիմքն է ու այսօր եւս խոսել ենք թատրոնի մասին, շատ հետաքրքիր պիեսի ներկայացման մասին, ինչը խոսենք արդեն մեր հյուրի հետ, բայց մարտի 26-ին, 28-ին եւ 29-ին թատրոն կայարանում սպասվում է առաջնախաղ պետական սիրավեպ ըստ անգլիացի դրամատուրգ Ռեյ Կունի ստեղծագործության սուր հումոր, արագ զարգացող իրադարձություններ եւ անսպասելի շրջադարձեր, իսկ թե ինչպիսի կպատմեն արդեն մեր հյուրը։ Պետք է լինեն հյուրերը, բայց մենք հուսով ենք մեր մյուս հյուրը կհասնի մեզ մի փոքր ավելի ուշ, բայց այս պահին մեր տաղավարում է թատրոն կայարանի տնօրեն եւ ներկայացման պրոդյուսեր Արթուր Պետրոսյանը։ Բարի լույս։ Բարի առավոտ բոլորիս։ Արթուր ջան, նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ, ձեր մեծ թիմին, ուզում եմ շնորհակալություն հայտնել Կարապետին Քարաջան առանձնահատուկ, որովհետեւ այս 5 տարիների ընթացքում դուք ձեր մեծ թիմով, ձեր հնարավորություններով, ձեր գիտելիքով, ձեր միջոցներով տարբեր պիեսներ, տարբեր ներկայացումներ եք բեմ բարձրացնում ու էներգիա, ժպիտ եւ ուժ եք տալիս մեզ բոլորիս հանդիսատեսին ու շնորհակալություն նաեւ արդեն տեխնիկային ներկայացումները ներառնելու համար։ Դե այդքան շնորհակալություն ասեցիք, ես էլ իմ շնորհակալությունն ասեմ, որովհետեւ ձեր լուսաբանումը, ձեր մեզ հրավիրելը դա մեծ ներդրում է մեր թատրոնի համար, յուրաքանչյուր մոտեցում, յուրաքանչյուր հրավեր մեզ համար համարում ենք մեծ ներդրում, ոնց որ յուրաքանչյուր մեկ տոմսի վաճառքը։ Չունենք սպոնսորներ, չունենք աջակիցներ, բայց ունենք լավ հանդիսատես, ովքեր չեն խնայում այդ տոմսի գումարը, տալիս են, առնում են ու արդյունքում թատրոնը սկսում է զարգանալ։ Արթուր ջան, ամեն ինչ իդեալական է ձեր դեպքում, ասես բոմբա, բայց դուք մենակ չեք նայվում ընդհանրապես։ Եվ դեմ չեք Հասմիկին, Վերդյան, հրավիրենք Հասմիկ ջան, եկեք։ Ուղիղ եթերը ամեն ինչ հնարավոր է։ Երևան քաղաքում, խնդրում եմ զբաղեցրեք ձեր տեղը, ամեն ինչ նորմալ է։ Զոհ եմ դարձել այսօր։ Կարող է տրաֆիկի զոհ դառնաք, այո, խցանման մեջ հայտնվում ենք բոլորս։ Ինչպես եք։ Հրաշալի դուք։ Շատ լավ, մենք արդեն ֆանտաստիկ զրույց սկսել ենք, մեր շունչ քաշեք, մինչև մենք շփվենք։ Տեսնեմ լարվածություն կա, չկա։ Պատրաստական եկել է։ Շատ լավ։ Ես շնորհակալություն ասեցի ձեզ, միշտ շնորհակալ եմ լինում մեր բոլոր ովքեր մեզ հրավիրում են ու առանձնահատուկ շնորհակալ եմ այն խմբին, ով հավատով, պատրաստական մեզ հետ համագործակցում է ու հավաքվում է նույն գաղափարի շուրջ, սա ամենակարևոր բանն է։ Եթե հավաքվեն տասնյակ հարյուրավոր մարդիկ մի գաղափարի շուրջ, անհնար է չստեղծվի ինչ-որ նոր բան։ Ու տաղանդավոր մարդիկ, որ հավաքվում են, ստեղծվում է հետաքրքիր բան։ Մարգարիտա Խաչատրյան ընկերներ։ Այո, ու ինչը չի ասի մի քանի օր առաջ, որովհետև ընդամենը 5 օրում մենք արդեն տեսնում ենք այն ինչ որ պետքա վայելի մեր հանդիսատեսը։ Դե Մարգարիտային առանձնահատուկ ողջույններ, եթե մեզ դիտում եք թե ոչ։ Ոչ միայն Մարգարիտային, մեր ամբողջ խմբին, հիմա չեմ ուզում անուն ասել, որովհետև յուրաքանչյուրը կտրելով իրենց մեծ ժամանակից մի փոքրիկ հատված նվիրում են թատրոն կայարանի զարգացմանը։ Որի համար խոնարհաբար բայց նաև առանձնացնենք ինչու Մարգարիտային, որովհետև մեր մեջ ամենաավագ սերնդի ներկայացուցիչը, ով ամեն կերպ մեզ փորձել է ամբողջ ընթացքում իր խորհուրդներով, իր լավ խորհուրդներով, իր փորձառությամբ մեզ օգնել բոլորին։ Ամենահավաքն բայց 18 տարեկան է ներսեցին։ Այո, հրաշալի մարդ, հրաշալի դերասանուհի, ասեմ իդեպ իր տեսարանը սենց հրավառություն է լինելու ներկայացման մեջ, այո, հետաքրքիր շատ։ Մի խոսքով առաջին համագործակցությունն է Հասմիկի հետ, Մարգարիտայի հետ թատրոն կայարանում, դե իհարկե մենք գործընկերներ ենք նաև Պարոնյան թատրոնում։ Հրաշալի կազմ է հավաքվել, Գուրգենի Սարգսյան, իր հետ ենք առաջին անգամ համագործակցում, մյուսները ոնց որ թե մեր թատրոնն Տաթևն էլ առաջինն է, Տաթև Պետրոսյանը, մյուսները արդեն մեր թատրոնի դերասաններ են, ովքեր մի քանի ներկայացման մեջ զբաղված են։ Հրաշալի է։ Հարցս է այսպիսին է, ինչպես հասկացաք, որ ուզում եք հենց այս գործին անդրադառնալ։
10-11 թվական գնանք երևի, չէ՞։ Այս գործին ծանոթ եմ, այո, մոտավորապես մի քիչ ավելի շուտ, բայց 10-11 թվականից արդեն կենտրոնացել ենք այդ գործի վրա դեռ կամերային երաժշտական թատրոնից։ Դավիթ Հակոբյանը բեմադրեց սեքսուալ խառնաշփոթ հյուրանոցում իր տարբերակը։ Ռեյկունին հանճարեղ է գրել դե ինքը որպես սցենարիստ, ռեժիսոր, որպես դերասան։ Եթե դերասան չլիներ, կարող է այսքան լավ չգրեր, որովհետև դերասանական խաղի համար մեծ հնարավորություն է տվել։ Պատկերացրեք, որ սկզբնական շրջանում վախենալի էր ինձ համար խաղալ Ռիչարդ Ուեյլի, իր ծավալով, իր ամեն ինչով, բայց աչքս կտրեց, ոնց որ ասում եմ, ուզում էի, շատ էի ուզում խաղալ ու կարծես թե ստացվում։ Այո, եւ այս լրացում անեմ Արտուր ջան, այս կատակերգությունը Ռեյկունի գլուխգործոցներից է, որովհետեւ բազմաթիվ թատրոններում սա բեմադրվել է եւ բեմադրվում է։ Եվ այս կատակերգությունը հենց Ռեյկունի ամենայուրահատուկն է։ Դրա համար էլ մարդիկ անդրադառնում են այս կատակերգությանը։ Լավ, ի վերջո ինչ է լինում, երբ որ պաշտոնյայի այդ սիրավեպը հանկարծ բացահայտվում է։ Չէ՞ որ լավ, պաշտոնյանն էլ է, քաղաքական գործիչն էլ է, նա էլ է մարդ, նա էլ իրավունք ունի սիրարվելու, սիրելու։ Տեսեք, մենք սովորաբար միշտ մեզ խուսափում ենք երկու կարևոր բանից բարձրաձայնելու կամ արտահայտվելու, դա քաղաքականությունն է եւ սերը։ Սերը սիրում ենք ամեն մեկս յուրովի մեր մեջ, չէ՞։ Շատ չենք ասում սիրում եմ կամ շատ չենք ուզում խառնել քաղաքականությանը։ Միշտ խուսափում ենք։ Բայց այստեղ ուզենք թե չուզենք հանդիպում ենք երկու կարևոր հատկանիշներին՝ քաղաքականություն եւ սեր։ Այո, պաշտոնյանն էլ իրավունք ունի սիրելու, պաշտոնյայի սիրո դրսևորումներն էլ կարող ենք այնտեղ տեսնել։ Պաշտոնյայի ճկուն գաղափարի միջոցով անցումները, այդ ներկայացման ընդհանուր բովանդակության զարգացումը, մի ստից հետո մյուս սուտը, մի ճշտից հետո մյուս սուտ ու այս ստերի խճճման ընթացքում թե ոնց է կարողանում բերի հասցնի մի հատ հանգրվան, որ ոչ ոք չտուժվի, դա ամենակարևոր բանն է, դա էլ Ռեյկունի հենց դերասանական շնորհի հիման վրա գրված պիեսն է, որ կարողացել է դասավորի այնպես, որ դերասանին մեծ հնարավորություն տա խաղալու, զգալու, գիտեմ։ Այո, եւ դերասանը պետք է ունենա շատ ճկուն կողմնորոշում այս ներկայացման ընթացքում, որպեսզի կարողանա այդ ամեն իրավիճակներից դուրս գալ։ Եվ սա խաղալն է բարդ, եւ բեմադրելն է բարդ, որովհետեւ արդեն Ռեյկունին տալիս է քեզ մի հատ հստակ բան, ասում դու պետքա այսպես խաղաս, կամ դու պետքա այսպես նկարես բեմդ, այստեղ պետքա լինի դուռ, այստեղ պետքա պատուհանը։ Մաթեմատիկա է ավելի շուտ։ Մաթեմատիկա է։ Ճշգրտություն մաթեմատիկական։ Բայց շատ բան չեմ ուզում։ Ասեմ, որ գան նայեն, վայելեն։ Իհարկե մեր նկարիչը կարողացել է այդ գույները ստեղծի, այդ VIP հյուրանոցային համարը ստանա, թե դետալները, թե հագուստները, ամեն ինչ զրոյից արված, ոչինչ չենք խնայել, իհարկե մեր ուժերով, մեր տոմսերի վաճառքի հասույթից, մեր անձնական միջոցներով, մեր ընկերների միջամտությամբ, խոսքով կարողացել ենք ստանալ այն ինչ որ ուզել ենք լինի մեր թատրոնում։ Կարծում եմ սա պետք է որ լինի մեր թատրոնում ու խաղացանկում մնա ու կմնա շատ երկար։ Այո, նաև մեր հեռուստատիտողին ես մեկ անգամ իջեցնել, որ ուղիղ 5 տարի այս մարդիկ անում են ահռելի աշխատանք իրենց սեփական միջոցներով ու դեռ չունեն գործընկերներ, հուսով եմ կհայտնվեն, չարագացրի։ Խոսենք նաև ձեր դերի մասին, միանձնու դերը, որ նա էլ կարծես թե նա էլ է մարդ, նա էլ իրավունք ունի սիրելու, սիրահարվելու, բայց այս կարծես թե այս ներկայացման մեջ կորցրում ենք այդ կարծրատիպերը, հա, որ բոլորը գիտեն, որ շատ չի կարելի
կանոններով։ Դժվար է իմ կարծիքով այդ ամենը ստանալը ձեր համար։ Մինչև հիմա դժվար է, որովհետև ես անդադար դեռ փնտրում եմ, դեռ գտնում եմ, դեռ ինձ ընթացքն է ավելի շատ հետաքրքիր եւ ես առհասարակ իմ դերասանական կարիերայի ընթացքում իմ դերերը խաղալիս, կերտելիս եւ մի 10-րդ ներկայացման ժամանակ նոր սկսում եմ հասկանալ, զգալ թե այ սա էր պետք, սա պետքա լիներ այստեղ։ Այսինքն ես այդ փնտրտուքի process-ը ինձ համար շատ ավելի հետաքրքիր է գտնելու ընթացքը, որովհետև մեր մասնագիտությունը հենց այդ փնտրտուքն է ավելի շատ, քան հանգուցալուծումը, որ դու արդեն գտար, խաղացիր, հաղթեցիր, գնացիր, այսպես չէ, էլի, այդ ընթացքն է հետաքրքիր։ Իսկ ինչպես ներկայացված է Ռեյկունի մոտ իմ կերպարը, երևի կարդացել եք, գիտեք, որ ավելի շատ ներկայացված է որպես խնամակալ Ջորջին, որպես բուժքույր, բայց այստեղ մենք Կարոյի միջոցով, հա, Ջորջի մայրիկի տեղակալը կարծես թե, էլի, Գույր Ֆոստերը, բայց այստեղ այս ներկայացման մեջ Կարոն Քարաջյան եւ մենք բոլորս միասին Իրանից ուզում խոսենք։ Հա, խոսենք Կարոյից, խոսենք իդեպ շատ աշխատասեր, շատ քրտնաջան օր ու գիշեր այդ տղան աշխատում է։ Մանրակրկիտ անգամ մեր փոխարեն թե ինչ-որ մեկս բացակայում է ինքն է ասում մեր փոխարեն անգիր գիտի բոլորիս տեքստերը գիտի անգիր լուրջ եմ ասում ես ֆենոմենալ հիշողություն ունի հրաշալի է իր հետ աշխատել ինձ համար սա առաջի աշխատանքը չէ որ ես աշխատում եմ նրա հետ արդեն երևի երրորդ եւ ուղղակի հիացած եմ նրան թե մարտեսակով թե որպես ռեժիսոր չգիտեմ շատ հետաքրքիր է հա շեղվեցի ես իմ Այից քանի որ Արտուրը լրացում արեց իսկապես առանց Կարո չեմ պատկերացնում թատրոն կայարանի գոյությունը որովհետև ստեղծագործական մասը ամբողջությամբ ղեկավարում է Կարապետը Կարաջյան միասին ենք հիմնել թատրոն կայարանը կարծես թե ոչ մի խոչընդոտ մինչև այս պահը չի եղել այս պահից հետո էլ դժվար է 5 տարին քիչ չի ամենակարևորը վստահությունն է, նա վստահում է ինձ որպես վարչական մասի ղեկավար, ես վստահում եմ ստեղծագործական, ես ընդհանրապես չեմ խառնում ստեղծագործական մասին։ Սա իմ առաջին խաղն է, որ ես խաղալու եմ իմ թատրոնում։ Հա։ Շատ պատասխանատու եմ ինձ համար։ Բայց նաև նշել եք, ասել եք, որ երևի թե սա ձեր վերջինը կլինի, որտեղ նշել եմ, բայց ոնց որ Կարոն համոզում է, հաջորդ թիվ արդեն պիես է բերել ցույց տալիս, որ այս դերն այ համոզում է։ Բայց չեմ ուզում, որովհետև խանգարում է եւ ղեկավարման process-ը եւ խաղի ընթացքը այնտեղ ծախսեր, այնտեղ չգիտեմ ինչ հարցեր ու մեզ խաղաս կենտրոնում ես, ծախսերի ժամանակն է ու մի քիչ շեղվում ես։ Դրա համար ճիշտ կլինի իմ թատրոնում գոնե ես այնպես անեմ, որ բալանսը ճիշտ պահեմ, հա, դերասանները խաղան, ես այնտեղ կարողանամ ծախսերի մասին կենտրոնանամ։ Այ Պարոնյան թատրոնում հաճույքով խաղում եմ, որովհետև այդ հարցերով դժեք զբաղվում։ Այդ ծախսերը իմս չեն։ Իմը պատասխանատվությամբ բեմ բարձրանալն է։ Իսկ ինչ նոր նախագծեր են սպասվում առաջիկայում։ Առաջիկայում չէի ուզի խոսել, բայց քանի որ հարցը տվել եք, պատասխանեմ, ուզում ենք փորձել Արա Գեղեցիկ եւ Շամիրամ։ Այո, երիտասարդ աղջիկ չեմ ուզում իմ անուններն ասել։ Նկարչությունը նորից երևի մեր մշտական արդեն համագործակցություն կունենանք Մարիամի հետ Մուրադյան, ով հրաշալի է տեսնում բեմը, հրաշալի է պատկերում հագուստը։ Կարապետը Քարաջյան բնականաբար չի բեմադրի դա, ուղղակի կտանք նաև հարթակ հնարավորություն երիտասարդ այդ աղջկան, ով ստեղծագործի մեր բեմահարթակում։ Նույնիսկ դրան ենք պատրաստ ու տալիս ենք, իհարկե, եթե նյութը հետաքրքրում է մեզ։ Եթե հետաքրքրում է եւ թատրոն կայարանի համար ստեղծվող արտադրանք է, մեր հանդիսատեսին կհետաքրքրի ու կարծում եմ կհետաքրքրի Արա Գեղեցիկ եւ Շամիրամը։
Շատ լավ, հուսով մենք դրա մասին առանձին խոսենք արդեն մեր տաղավարում։ Կրկին անդրադառնանք այն ներկայացմանը, երբ գալիս ես ու առասարակ ցանկացած հանդիսատես, երբ որ գալիս է թատրոն, ինքը իր ներսում ինչ որ հարցերի պատասխաններ է գտնում, մտածելու տեղիք է տալիս շատ բաներ, նա ինքն իր մեջ մտածում, քննարկում, իրեն հարցեր պատասխաններ տալիս։ Այս ներկայացմանը հանդիսատեսը բացի այն, որ իր հետ կտանի լավ էներգիա, սեր, ջերմություն, արդյոք կգտնի ինչ-որ հարցերի պատասխաններ, արդյոք կգտնի իրեն, որքան էլ ինքը կոմեդիա է համարվում, կատակերգությունը համարվում, բայց իր մեջ կա նաև դրամատիզմ, որովհետև այո, մի բան մտածելու տեղի կա, այդքան ծիծաղում ենք, բայց չեմ ուզում շատ բաները խոսեմ, որքան էլ որ ծիծաղելի են իրադարձությունները, զավեշտալի են իրադարձությունները, բայց դա իրականություն է, բայց մենք չենք փորձում դա տեղայնացնել, այսինքն հայկական քաղաքականության մասին ոչ մի աղերս չունի, սա Լոնդոնն է, սա Լոնդոնի քաղաքականությունն է, Անգլիա է, մի խոսքով պահպանված է համարյա թե ժամանակաշրջանը, պահպանված են հագուստները, գույները եւ այլն։ Հայկական որ Ջորջի եւ Քույր Ֆոստերի փոխհարաբերությունները ոնց որ դուրս են այս կատակերգական իրավիճակներից, հոգեբանական խորը շեղումն, ռոմանտիզմը կա, այս ամեն ինչը կա այս ստեղծագործության մեջ ու ակնհայտ երևում է Կարաջան Կարոյի բեմադրությամբ նաեւ։ Հրաշալի, մի խոսքով շտապեք, ընդամենը հաշված տոմսեր են մնացել ամսի 26-ի համար, 28-29-ը եւս կա ներկայացումներ, ժամը 19:30, շտապեք ամրագրեք։ Եվս մեկ անգամ հիշեցնենք մարտի 26-ից ներողություն, մարտի 26-ին, 28-ին եւ 29-ին։ Շնորհակալ ենք շատ, սիրելի հեռուստադիտող։ Տոմսեր գնեք, գնացեք թատրոն։ Մի քիչ մարդավոր ժամանակ անցկացրեք ձեր ընկերների, սիրելի հետ։ Մենակով գնացեք, ռեստորան մի գնացեք, ակումբ մի գնացեք, սրճարան մի գնացեք, այդ օրը մի գնացեք, Չուտելն էլ այն։ այդ օրը մի գնացեք, այդ օրը թող ձեր TikTok-ը դատարկ լինի, ոչ թե դատարկ լինի, այլ շատ հագեցած թող լինի մշակույթով թատրոնով։ պետք է ստանալ, դա շատ կարևոր է։ Թող են եսի մինչուլիկով բան կմի նկարեք, մի գցեք, թող տես չլինի։ Ոչ է ռեստորանում ինչ որ հայտնի երկի տակ մի տժացեք, գնացեք թատրոն։ Շնորհակալ ենք շատ։ Եվս մեկ անգամ հիշեցնենք մեր հյուրերն էին թատրոն կայարանի տնօրենը եւ ներկայացման պրոդյուսեր Արթուր Պետրոսյանը եւ դերասանուհի Հասմիկ Վարդյանը։ Շնորհակալ ենք շատ։ Շնորհակալ ենք, մենք էլ ուզում եմ եւս մեկ կարևոր ձեռքբերման մասին խոսել։ Դա մեր 2025 թվականից արդեն տեխնիկային ներկայացումների մեկնարկ ենք տվել, ունենք նաև շունն ու կատու ներկայացումը տեխնիկային, որ բավականին հետաքրքիր մոտեցմամբ է, գույներով է ու հանդիսատեսը 3 տարեկանից, 2 տարեկանից մինչև 100 տարեկան բոլորը գոհ շնորհակալ գնում են, դա համարում եմ մեր թատրոնի վերջին ձեռքբերումներից մեկը։ Ես էլ երեխեքի համար, որ ասում եք երեխեքին ինչ անենք, ոնց կազմակերպենք, չենք կարող տիրություն անենք երեխեքին չարություն են անում, տարեք թող վայելեն շունն ու կատուն։ Շնորհակալ ենք շատ։ Ես էլ եմ շնորհակալ։ Դե բոլոր մանրամասների հարցերի համար կարող են այցելել ձեր նաև Facebook-յան, Instagram-յան էջերը։ Այո, բաց է միշտ բոլորի համար։ Շնորհակալ ենք շատ։ Ընդմիջում ենք շատ արագ, որովհետև մեր հաջորդ հյուրերը այստեղ են, խոսել ենք շատ հետաքրքիր թեմաների շուրջ, մնացեք մեզ հետ, խոսել ենք ոսկուց։